Բարի երեկո սիրելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ։ Ինչպես հիշում եք, մեր գործընկեր Ստյոպա Սամվելյանի դատավարություն ժամանակ եւս 3 ամիս դատավորը երկարացրեց նրա ժամկետը բանտարկյալների հիվանդանոցում գտնվելու համար։ Եվ այսօր մենք այցելեցինք մեր ընկերոջը հիվանդանոցում բանտարկյալների, տեսանք այդ ահավոր պայմանները, որտեղ նա մնում է, որը չի համապատասխանում իր այդ ծանր վիճակին։ Նա բերվեց մեր մոտ ուղեկցողի անմիջապես օգնությամբ, որից հետո անմիջապես ես մոտեցա եւ օգնեցի նրան, որպեսզի սենյակի մինչև վերջ կարողանա քայլել, այդ վիճակում էր։ Երկար չկարողացանք զրուցել, նա գլխապտույտներ ուներ, առավոտյան երբ չափել էին նրա ճնշումը, եղել էր 200 եւ 100, իսկ երեկոյան կողմ եղել էր 200 եւ 110։ Այդ գլխապտույտները նրան շատ ծանր վիճակի մեջ են գցում եւ այդ հիվանդությունները, որ ունի երիկամային, սրտային, շաքար, այդ փունջ հիվանդությունների արկայության պայմաններում դատավորը որոշում կայացրեց այնուամենայնիվ 3 ամիս եւս երկարացնել։ Սիրելի հայրենակիցներ, մենք տեսնում ենք, որ անարդարություն է նորից տեղի ունենում մեր դատարաններում եւ դատապարտվում են անմեղ մարդիկ, անհիմն ուրեմն փաստեր, առանց փաստերի արկայության եւ այն հիվանդությունները, որ ունի Ստյոպան, դա միայն նորմալ հիվանդանոցում եւ լավ պայմաններում բուժման անհրաժեշտություն ունի, սակայն նրան տեղադրել են դիալիզ ընդունելու այդ սարքը եւ նա սակայն դիալիզ չի ստանում։ Այսինքն դատարանը գտնում է, որ դեռ դիալիզ ստանալու ժամանակը չէ, դեռ կարող է դեղերով բուժվի, սակայն դա այդպես չէ, իրականությունը այլ է, նրա վիճակը շատ ծանր է եւ նրա կյանքին վտանգ է սպառնում։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ։